Կարծում եմ կենսող մեծամասնությունն արդեն միացել է, մնացած ընթացքից կմիանա, մինչև բոլորի միանալը ուզեի լսել ձեր տղության վերաբերյալ եւ առհասարակ նաեւ այնպես անենք, որ եթե հարցեր կան, այդ հարցերին էլ անդրադառնանք այսօր, ընդհանուր եսի նկատի ունեմ այն հարցերին, որոնք վերաբերում են հատկապես Տեր Հիսուս Քրիստոսի գործունեության սկզբին։ Մենք շարունակաբար խոսում ենք այդ մասին, որ ավետարանչությունը ըստ էության ինքը բաղկացած է մի քանի փուլերից, եւ հիմա մենք այն հանգրվանն ենք ուսումնասիրում, երբ Հովհաննես Մկրտիչն է սկսում իր գործունեությունը։ Եվ հետաքրքիրն այն է, որ Տեր Հիսուս Քրիստոսի անմիջական իր գործից առաջ Աստված խոստացյալ մարգարեին, որ ուղարկում է, որպես անապատում կանչողի ձայնը։ Մենք հետո էլի ավելի մանրամասն կնայենք այդ հարցը։ Մեկը երկրի վրայից, մյուսը երկնքից։ Այսինքն ինչ որ իմաստով Աստված ժողովրդին նախապատրաստում է իր որդուն ընդունելու համար։ Մեծ հաշվով պիտի ասենք, որ ինչպես Հովհաննես Մկրտիչը հետագայում կասի, որ նրան պետք է գնալով նվազի, իսկ Հիսուսը գնալով պիտի մեծանա։ Եթե սիրելիներ հովվական ծառայության մեջ որևէ մեկի կյանքում, ես նկատի ունեմ սպասավորների, հովիվների, սա չի նկատվում, այսինքն այդ սպասավորը եթե գնալով ավելի չի փոքրանում, եկեղեցու անդամների մեջ Քրիստոսի մեծանալու հետ համարժեք, ուրեմն ինքը տանուլ է տվել։ Եվ ես այս գաղտնիքն եմ դες ուզում բացել։ Մենք ուզում ենք միաբան, միասին Տեր Հիսուսին ավելի ճանաչել։ Այո, սպասավորը ինչ որ ժամանակահատվածում կյանքի շատ կարևոր է։ Ինքը սկզբում կարող է եւ մեծ կոչվի, ինչպես եւ Հովհաննես Մկրտիչն էր մեծ կոչվում։ Սակայն այդ մեծ կոչվածը ասում է իր մասին, որ ինքը պիտի փոքրանա, մինչև սպասավորը չփոքրանա, մինչև ինքը իրան բացարձակ ծառայի կարգավիճակում չտեսնի եւ դրան համարժեք եկեղեցու անդամների մեջ Քրիստոս չմեծանա, որևէ հոգեվոր հաջողություն չի կարող լինել։ Բայց եթե սպասավորը մի տեղ զբաղեցնում եւ այդ տեղը փաստորեն մեծի ու պատվավորի տեղ է եւ պատիվներ եւ այլն, ինքը փաստորեն զբաղեցնում է Քրիստոսի տեղը։ Սա ես ուղղակի ուզում եմ ասել, որ դուք քարոզներ լսելուց եւ այլն միշտ կարողանաք սրանք զանազանել։ Վերջերս նաեւ տեղադրել էի մի կարճ հոլովակ եւ ես այդ հոլովակով ուզեցի ձեր զգոնությունը ստուգել, թե որքանով եք ուշադիր լսում մարդկանց։ Շեներ, միանշանակորեն նման ասենք քարոզներ եւ այլն էլի բարդ խնդիրներ հնարավոր է, որ ես առաջադրեմ դեր առաջ։ Բայց սա թող լինի մի տեսակ, այսպես ասեմ, էլի դաս, որ ամեն ինչ որ տեղադրում եմ, թե դրական եւ թե բացական իմաստները դուք կարողանաք ինքներին շատ հստակ զանազանել։ Որովհետեւ վաղը միսօրը դուք լինելու եք շատ հաճախ մենակ ձեր շրջապատում, որպեսզի կարողանաք լավ սովորած լինեք ավետարանական հիմունքները եւ համապատասխան ձևով ճիշտ կողմնորոշվեք բոլոր այն մոլորություններից, որոնք այսօր գնալով ավելի տարածվում են։ Հիմա մենք նորից անդրադառնալու ենք Ղուկաս ավետարան 2-րդ գլխից, նախորդ անգամ հպանցիկ անցան 22-րդ խոսքից, բայց ես կուզեի, որ այսինքն 2-րդ գլխի 20-ից 38 համարներն ենք անցել, բայց ես կուզեի նորից 22-րդ խոսքից լսենք։ Եվ երբ որ նրան մաքրվելու օրերը լրացան, Մովսեսի օրենքի պես նրան տարան Երուսաղեմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնե։ Ինչպես Տիրոջ օրենքում գրված է, թե ամեն արու, որ արգան բանա, Տիրոջը սուրբ պիտի կոչվի։ Եվ որ Տիրոջ օրենքում ասածին պես պատարագ բերեն մի զույգ դադրակ կամ աղավնու երկուծակ։ Այս հատվածը շատ ցայտուն կերպով խոսում այն մասին, որ Տեր Հիսուս Քրիստոսը իր ծննդյան պահից ի վեր իր մասին ևս մարգարեությունները եւ առհասարակ օրենքում ինչ որ գրված էր, տարածիորեն այդ ամենը ինչ որ պահանջում էր օրենքը, անցել է այդ ամենի միջով։ Եվ այստեղ ուշագրավ է, որ այդ ընտանիքը մի զույգ դադրակ կամ աղավնու երկու ձակ է ինքը վերում որպես պատարագ։ Սա
անգամ ևս խոսում են մասին, որ Հովսեփը իր կարողությունների համեստ, այդպես ասած, կարողությունների տեսակետից համեստ կարողությունների տեր էր։ Եթե չասենք անգամ որ աղքատ։ Ես ինչ էի նկատի ունեմ, որտեղ հին ուխտում շատ հստակ դրված էր, որ չունևորը կամ այդպես նա որ նյութական, ասենք, կարիքների շատ առատություն չունի, կարող էր նաև ահա այսպես մի զուգ դատարկ կամ ավանդույթ երկու ծառ բերել պատարակ։ Եվ ահա Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Եվ այս մարդը արդար եւ աստվածավախ էր եւ սպասում էր Իսրայելի մխիթարությանը, եւ Սուրբ Հոգի կար նրա վրա։ Նրան պատգամ է եղած Սուրբ Հոգիիցը, որ մարդ չի տեսնի, մինչև որ Տիրոջ Քրիստոսին կտեսնի։ Ուրեմն Երուսաղեմում մի մարդ կար։ Շատ հետաքրքիր է, որ մի քանիսը չկային, ընդամենը մեկն էր։ Նրա անունը Սիմոն էր, այս մարդը արդար, աստվածավախ էր եւ սպասում էր Իսրայելի մխիթարության։ Իհարկե Իսրայելի մխիթարությանը սպասել, սա նշանակում էր Դավթի սերունդից եղող Մեսիային սպասել։ Որտեղ ողջ Իսրայելը համարում էր, որ Մեսիայի գալստությամբ իրանք երբ որ կասատագրվեին, իրապես կգար մխիթարության ժամանակները։ Ձգնված է, որ Սուրբ Հոգի կար նրա վրա։ Բնականաբար Սիմոն այս սերունին ինքը Սուրբ Հոգով չէր մկրտված, եւ մենք գիտենք, որ Աստծո Հոգին մարգարեների վրա իջնում էր։ Եթե նրա վրա Սուրբ Հոգի կար, ուրեմն սա սովորական մեկը չէր։ Մանավանդ, երբ այդ Հոգին իր հետ խոսել էր, այդ Հոգին իրան բան էր ասել։ Ինչ էր ասել։ Որ մարդ չի տեսնի, մինչև որ Տիրոջ Քրիստոսին կտեսնի։ Ես ինչու եմ ետ դարձել այստեղի վրա ուշադրությունը ձեր հրավիրում, որովհետև երանելի են այն մարդիկ, որոնց Աստծուց որոշված բաժինը ճիշտ ժամանակին ճիշտ կերպով ընկալվել է։ Միտքս էլի բացատրեմ, թե ինչ եմ ուզում ասել։ Մենք բոլորս էլ Աստծո առաջ ունենք Աստծո շնորհքի պարգևի չափաբաժիններ։ Աստված մեր կյանքի ուլերում եւ հատկապես մեր կյանքի վերջնամասում ինչ որ առանձնահատուկ շնորհներ ունի փոխանցելու մեզ։ Հնարավոր է մեկին մի կերպ, մյուսին մի կերպ, եւ ահա մենք այստեղ տեսնում ենք, որ այս անձնավորության հրաշալի մի հատ պատգամ էր տրվել Սուրբ Հոգուց, որ նա մարդ չի տեսնի, մինչև որ տեսնի Տիրոջ Քրիստոսին։ Մենք առաջացնելով կասենք այդ մասին, որ ինքը երբ որ Սիմոն ծերունին կհանդիպի, կասի այդ խոսքերը հիմա արձակում ես քո ծառայելով Տեր, քո խոսքի պես խաղացնող, որովհետև իմ աչքերը տեսան քո փրկություն, որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների համար։ Ինքը կմարգարյանա կխոսի էլի բաներ, եւ այստեղ կհասկացվի, որ վերջ, այս մարդու կյանքը արդեն պիտի ավարտվի։ Որտեղ Աստված իրան շնորհեց մի բան, եւ նա միջև վերջ մնաց այնքան, միջև որ ինքը Հիսուս մանուկը տեսա։ Եվ այստեղ մի շատ զարմանալի հարց առաջանում։ Եթե Սիմոն այս ծերունին Հիսուս փրկիչը չտեսներ, այս մանուկը չտեսներ, իհարկե ինքը էլի շարունակելու էր արդար աստվածավախ Տիրոջ առաջին հաճելի լինել, բնականաբար։ Բայց այս մարդու բերկրանքն ու ուրախությունը, փափագը Տիրոջ Քրիստոսին տեսնելն էր եւ Աստված չզրկեց նրան այդ հնարավորությունից։ Կարելի է ասել, որ Սիմոն ծերունին իր ապրած ողջ կյանքի մեջ ապրեց իմաստավորված մի նպատակի համար։ Նրա անցյալի մասին չենք խոսում, չկա գրված ոչինչ, բայց նրա կյանքի ավարտին ենք մենք լսում, թե ինչպես նրա փափագը Աստված կատարեց։ Առաջին հայացքից նայում ես լավ, այդ մանուկին տեսավ, դրա մեջ ինչ ուրախություն կար։
Չէ որ մանավանդ դրանից հետո ինքը պիտի արդեն իր հոգին ավանդեր Աստծուն։ Բայց ոչ ջերներ։ Սուրբգիրքն ասում է հավատքը հուսացած բաների հաստատությունը եւ չերևեցած բաների ապացույցն է։ Սիմոն Ծերունուն հասած հավատքի ապացույցը ունենալը ներքին այն մղումներ, որ ինքը Իսրայելի փրկիչին, Իսրայելի Քրիստոս Տիրոջն էր ուզում տեսնել։ Եվ ինքը տեսավ եւ ուրախացավ, եւ մենք տեսնում ենք։ Եվ հոգիով եկավ տաճարը, եւ երբ որ ծնողքը Հիսուս երեխային բերին, որ օրենքի սովորության պես նրա վրա անեն, նա էլ առավ նրան, ընդունեց իր գիրկը եւ Աստծուն օրհնեց եւ ասեց. Հիմա արցակում ես քո ծառայինով Տեր, քո խոսքի պես խաղաղությունով։ Այսինքն Տերը ասել էր. դու կտեսնես փրկչին, մանուկին, որից հետո խաղաղությամբ կհանգչես։ Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին, լույս հեթանոսներին լուսավորելու եւ փառք քո Իսրայել ժողովրդի համար։ Եվ Հովսեփը միջև շարունակությունը, այստեղ ուզում եմ մի հատ հայտնություն ձեզ մատուցել, մեծ հաճույքով եմ սա ասում ձեզ, այս Սիմոն Ծերունին, տեսեք ինչ ասում, այդ փրկությունը պատրաստված էր ամեն ժողովուրդների առաջին լույս հեթանոսներին լուսավորելու եւ փառք քո Իսրայել ժողովրդի համար։ Ի տարբերություն առաքյալների, որ առաջին դերական, այսպես ճակերտավոր ասենք, ժողովի ժամանակ Երուսաղեմում դեռևս չէին հասկացել, որ Տերը հեթանոսների Տերն է նաև եւ նրանց էլ փրկության ճանապարհ դուր բացել։ Մասնավորապես Պետրոսի Կորնելիոսի տուն գնալուց հետո։ Վերջը երկար վիճաբանությունից, խոսակցությունից հետո եկան այդ համոզման եւ Հակոբոսը վերջում խոսեց, մեջ վերեց Սուրբ գրքից մարգարեության խոսքը, որ բոլոր հեթանոսները նրան պիտի հուսան եւ ասեց այո, Աստված հաստորեն Սուրբ Հոգին տալիս է նաեւ հեթանոսներին։ Սակայն նրանք եթե այդ ժամանակ պիտի հասկանային դա, Սիմոն Ծերունին մարգարեաբար արդեն իսկ այս տողերով մենք իմանում ենք, որ նա ունի այդ հայտնությունը, որ Հիսուս մանուկը ինքը պետք է լինի ժողովուրդների, հեթանոսներին լույս, Հիսուսը կլինի փրկություն բոլոր ժողովուրդներին պատրաստված եւ փառք Իսրայելի։ Այստեղ մի պահ կանգ առնենք եւ անդրադառնանք ավանդություններին, որ միանշանակորեն նաև նորադասներ կան մեր մեջ, ովքեր որ դեռևս ավանդապաշտության որոշակի էլեմենտներ գուցե իրենց մեջ կրում են կամ էլ հարցեր ունեն, որպեսզի սպառիչ լինի մեր պատասխանը նաև բոլոր նրանց, ովքեր որ ասում են Սիմոն Ծերունին 300 տարեկան էր, ինքը չէր մեռնում, ու հեքիաթներ են հորի։ Հիմա այնքան ապրեց, մինչև Տերը որոշեց, որ իրան ցույց տա փրկչին եւ հետո նոր ինքը Սիմոն Ծերունին ննջեց։ Շոգերքում չկա գրված նրա տարիքը։ Իմես չի հետաքրքրում նրա տարիքը։ Ինչքան գրված է, այդքան է հերիքա։ Բայց այդ բառերից մենք չպետք է օրինենք ինչ որ մի քանի դարերի իբրև թե ապրել եւ նաեւ հույսել էլի Սիմոն Ծերունու անձի հետ ինչ որ միացուտանուն ավանդություններ եւ այլն։ Եվ որ ոչ պակաս կարևոր է։ Դուք գիտեք հայերը սիրում են տրնդեզը։ Եվ երբ որ հարցնում ես, դա ինչ է, դա կրակի վրա եւ թռչել չի, այս մեկ չի, այն մեկ չի, չէ։ Դա ինչ է։ Դրանք դեռ իր տեղը ինչպես են իրեն կրոնական ինչ որ շղարշ տալիս այդ կրակի վրա եւ թռչելու մասին։ Ասում են Սիմոն Ծերունին ինքը ընդառաջ եկավ Հիսուս Քրիստոսին։ Տրնդես Տերն ընձես, այսպես են ասում։ Իբր Տերը ընդառաջ եկավ։ Կամ Սիմոն Ծերունին ընդառաջ եկավ, ինչ որ ձևով այսպես բացատրում են, այս դրվագը ցույց տալու համար այդ տոնակատարության նշանակում։ Դրանք էլ մեր համար անարժեք ընդամենը պատումներ են, եւ մենք երբեք էլ դրանց վրա այդպես լուրջ ուշադրություն չենք դարձնում։ Այսքանը Սիմոն Ծերունի մասին ուզեցի այնուամենայնիվ ներկայացնել եւ ոչ միայն իրան շարունակենք։ Այն ինչ որ ինքն ասում էր,
մարգարեաբար զարմանքն էր հարուցում Հովսեփի և Մարիամի։ Եվ Հովսեփը և նրա մայրը զարմացել է այն բաների վրա, որ նրա համար խոսվում էին։ Հիմա դուք ուշադրություն դարձրեք, հովիվները եկան խոսեցին այդ մասին, մոգերը այդ մասին խոսեցին, հիմա Սիմոն ծերունին այդ մասին խոսում, և այս ամենը վերջ-վերջու անդակ լսում են և բավականին լուրջ նստվածք է տալիս Մարիամի սրտում սա, և ամեն ասվածը թաքցնում է իր սրտի մեջ։ Սիմոնը շարունակում է իր խոսքը։ Սիմոնը օրհնեց նրանց և նրա մայր Մարիամին ասեց։ Ուրեմն սկզբում օրհնեց Հովսեփին, Մարիամին, երեխային էլ օրհնեց և հետո դարձավ դեպի Մարիամին։ Ահա այս մանուկը կա Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու և կանգնելու և հակառակության նշան, և իսկ քո անձովը սուր կանցնե, որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվի։ Կան այստեղ անձիկ, որոնք դեռ չեն լսել իմ քարոզներից մի հատ քարոզ, որը ես ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ հիշեցնում եմ, բայց քանի որ սա այս հատվածի մեջ եղածը անմիջապես կապ ունի այդ քարոզի հետ, ես կուզեմ, որ եթե Գևորգ եղբայր դուք կարողանաք գտնել կամ որևէ մեկը անպայման տեղադրեք խմբում, քարոզը կոչվում է Վեմը։ Վստահ եմ նրանք ովքեր տարիներ առաջ մեր հետ շփվել են, սկսել են մեր հետ հաղորդակցվել, նաև այդ քարոզը լսել են։ Այո։ Այո, ես լսել եմ։ Էլ ովքեր են լսել։ Այս քարոզ չկա, որ լսել չեմ ես։ Լսել ենք այդ մասին, շատերս ենք լսել, հիշում եմ, որ բոլորն էլ վկայում էին, որ լսել են։ Այո։ Դերը օրհնի ձեզ, ուրեմն այդ նորից կտեղադրենք կլսենք, ինչի եմ սա ասում, որովհետև բացառիկ մի հատ այսպես հայտնություն ունենք այստեղ նորից, որ շատ անգամ մարդիկ մատների արանքով են նայում, ինչպես կարող է Հիսուսը, որ փրկիչ է, մի դեպքում ինքը փրկիչ լինի, մյուս դեպքում էլ հակառակության նշան։ Այդ չեմ ասում, որ շատերի համար ընկնելու, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը շատերի անկման պատճառ պիտի լինի։ Մյուսները պիտի կանգնեն, մյուսներն էլ պիտի հակառակվեն, հակառակության նշան։ Եվ դրա համար ուզում եմ, որ այդ քարոզը իսկապես մի հատ լսեք, որովհետև ես հենց այս հարցերն եմ մեջտեղ բերել, այս համարից ելնելով, և ցույց տվել, թե իրապես ինչու Հիսուս Քրիստոսը շատերի համար հակառակության նշան էր։ Եվ իսկ քո անձովը սուր կանցնե, որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվի։ Ինչու պիտի Մարիամի սրտով սուր անցներ։ Դե հասկանալի է։ Մարիամը ինքը խաչի տակ կանգնած տեսնում էր իր որդուն։ Սա այդքան էլ հեշտ տեսարան չէր, որ մայրը մանավանդ կարող էր տեսնել, թե ինչպես է որդին խաչված։ Բայց դա անհրաժեշտություն էր և ասում է քո անձովը սուր կանցնե։ Մենք հիմա նայեք այս կտրվածքով։ Աստված թույլ պիտի տա, որ Մարիամի անձով սուր անցնի։ Ինչպես եք սա հասկանում։ Կարող եք ինձ ասել, ինչպես եք սա հասկանում, ասենք, որ Մարիամի անձով սուր պիտի անցնի։ Եվ գրված է, որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվին։ Գիտեք, երբ որ մենք անդրադառնում ենք Աբրահամին, մենք միշտ Աբրահամի հավատքը հիշում ենք, որ Աբրահամը իր որդին չխնայեց Տիրոջ համար, և Տերը իրապես շնորհեց իրեն։ Մի տեսակ, կարծես թե Մարիամի սրտով սուր անցնելը ճիշտ նույն ապրումներով էր ինքը անցնում, ինչ որ Աբրահամը, ըստ էության, համարյա թե նույն ապրումներն էր ունենում, ինչ որ Աբրահամն է ունեցել։ Բայց միաժամանակ պիտի իմանանք մի շատ հետաքրքիր բան, որ Մարիամը իր սրտում ունենալով իր որդուն, ինքը պետք է հոժարվեր դրա, ինքը պիտի հոժարվեր, որպեսզի այդ որդին միայն իրենը չլիներ, այլ ողջ աշխարհի մարդկության համար լիների։ Եվ ես համոզված եմ, որ այս քո անձով սուր կանցնի, հենց սա է նշանակում, ինչպես ասում են սրտի կտորը, ոնց էր ասած, այն ամենաթանկը։ Ճիշտ է, Հիսուսի խաչվելը, դա Տեր Հիսուս Քրիստոսի անձնական որոշումները, հորը հնազանդելու եւ այլն,
բայց միաժամանակ Մարիամի սրտում էլ Աստված ուզում էր նրանից այդ հոժարությունը տեսնել։ Մարիամը հաշտվեց այդ մտքի հետ, որ դա անհրաժեշտություն է եւ դա պետք է, որպեսզի շատ սրտերից խորհուրդներ հայտնվի։ Շատ սրտերից խորհուրդներ հայտնվեն, սա նշանակում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը շատերի սրտերի մեջ պիտի գնար։ Շատերի սրտերի մեջ պիտի գնար։ Եվ այնտեղ էր Աննա Մարգարեուհին, Անուելի աղջիկ, ասերից եկեցը, սա շատ ունիկալ տեղ ասնենք։ Դուք հիշում եք, որ Կամոյից պարտներ եք շատերի սրտում գնալ, այսինքն նրանք էլ այդ հոժարությամբ նվիրելու, տրվելու կամքի կարողության մասին է խոսքը, հա? Այո, իհարկե։ Այո, օրինակ, Մարիամը դառնում էր օրինակ մի տեսակ։ Եվ շատերի սրտերից խորհուրդներ հայտնվելը, սա է նշանակում, որ մարդիկ, որոնք Աստծուն են դարձած եւ իրենց կյանքը հատկացրել են Աստծուն, իրենք պիտի ետ չքաշվեն այն զոհաբերությունից, որ Աստված հանկարծ կպահանջի իրենցից, հասկանալի է, չէ՞, կամ այն զրկանքից, որին իրենք պիտի հանդիպեն։ Սա նորմալ է, ինչի համար։ Օրինակ լինում են դեպքեր, երբ որ երիտասարդ քրիկը ապաշխարել է, բայց հանկարծ մի հատ անհավատ երիտասարդի է այդպես էլի իր սրտում պահում, շատ նվիրված, շատ կապված են իրար հետ, բայց հույվը այնուամենայնիվ ասում է, որ այդ անձնավորությունը վերստին ծնված չի, դու Աստծո Սուրբ Հոգու տաճար ես, այսինքն տաճարի իմաստով, որ Աստծո Հոգին քո մեջ ես կրում։ Հիմա դու ինչպես ես ուզում անհավատի հետ ամուսնանալ եւ այլն, դու պետք է ընտրություն կատարես եւ մանավանդ գալիս է մի բան, որ այդ օրհնության խնդիրը մանավանդ եկեղեցու սպասավորը չի կարող օգնել այդ ամուսնությունը, քույրիկն էլ դեռևս ջրով է չի մկրտված։ Հիմա իրանից պահանջվում է ինչ։ Իրանից պահանջվում է, որպեսզի իր սրտից արձակի այդ երիտասարդը։ Եվ հանկարծ այս աշիքն ասում է քույրիկը, ախր դուք չգիտեք ինչքան ծանր ու դժվար բան եք պահանջում ինձանից։ Իմ համար շատ դժվար է դա անել։ Այդ դեպքում, երբ որ խոսքը գնում է դրա մասին, կարող ենք մենք օրինակը բերել Աբրահամի, իսկ միթե իր համար դժվար չէր իր որդին զոհելու։ Կարող ենք օրինակը բերել Մարիամի, իսկ միթե իր համար դժվար չէր այդ ամենը տեսնել, կամ բոլոր այն սուրբերը, որոնք կրել են մեծ զրկանքներ հանուն Հիսուսի։ Սա խոսում է ինչի մասին, որ այդ քույրիկը Քրիստոս Թարժեքը գրչին, ինքը ստորադասում է իր մարմնավոր զգացմունքների։ Այդ համար է այստեղ գրված, իսկ քո անձովսուր կանցնի, որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվի։ Իրականում այստեղ հարցը սա է, որ քեզ համար շատ նվիրական մեկը, որ կա քո սրտում, Աստված ուզում է, որ քո սրտով էլ սուր անցնի, որ նա վերցվի քեզանից։ Հասկանում ես։ Եվ եթե դու պատրաստ ես լինելու, բնականաբար այստեղ անցնեն հոգևոր կյանքի հետագա ընթացքի մասին խոսելն ավելորդ։ Այս իմաստը կա։ Այո։ Եվ այնտեղ էր Աննա Մարգարեուհի, Անուելի աղջիկը ասերից Սևիցը։ Ես հիշում եք ասել եմ, որ Հովհաննես Մկրտիչը դա 400-ամյա դատարկությունից, կարելի ասել վակումից հանկարծ եկած Մարգարեա, որովհետև Եզրասից հետո, որը թեպետ քահանա էր, բայց ես էլի համարում եմ, որ այդ քահանան Աստծո մարդը գոնե տարին մեկ անգամ ինչպես իրավունք ուներ Մարգարեանալու, Տեր իրան կտար այդ խոսքը, այնուամենայնիվ նա էլ ոչ պակաս Աստծո հետ հաղորդ էր եւ ինձ համար Մարգարեի կարգավիճակ ունի ինքը։ Եզրասից հետո Իսրայելում ասում են, որ Տերը լավեց։ Բայց ահա մի Աննա Մարգարեուհի էլ կա, բայց այս Մարգարեուհի, որ կարդում են, սա չի նշանակում Իսրայելի մեջ կարգված Մարգարեուհի էր ինքը, եւ ինքը Մարգարեանում էր որպես մեկը Իսրայելի կամ քահանայապետերի եւ այլն մասին։ Մենք այստեղ ուղղակիորեն տեսնում ենք անհատ, որը ապրում է Տիրոջի հաճելի կյանք եւ Տիրոջից ստանում է մարգարեություններ, հայտնություններ ստանում։ Թե ինչ կարգի են այդ մարգարեությունները, հայտնությունները, մենք չենք կարող ասել։ Չկա գրված։ Բայց այն, որ շարունակության մեջ նախ իր կենսագրությունից որոշ բաներ լսենք, ինքը շատ օրեր էր անցել եւ իր կուսության ժամանակից 7 տարի էր ապրել մարդի հետ։ Եվ 84 տարվա չափ որտեվայր էր, 84 տարի որտեվայր էր։ Հիմա ինքը քանի տարեկան էր այդ ժամանակով կարող է ասել։ Ապա եթե ասեմ կոմանատ է դիոտ։ Մի անգամ ենք այս հարցի մասին խոսել, հիշում եք։ Տեսեք, այստեղ մենք ինչ ենք տեսնում։
Այստեղ նկատում ենք մեր հետաքրքիր բան։ Ահա, մանեք որ ձեր միկրոֆոնն էր անջատվել, ասեք ձեր խոսքը։ Եթե գումարենք 7 եւ իր ամուսնության տարիքը մինչեւ 18 հաշվենք կամ ավելի քիչ, դրանք գումարում ենք 13-ից 15 տարեկանների արդեն այո 14 նկատեցի ես։ Գումարենք 20-104 կլինի երևի էլ։ Այսինքն 100 տարին անցել։ Այսինքն տեսեք բավականին երիտասարդ ժամանակից ի վեր կորցրել է իր ամուսնուն, ասենք ասենք, եւ 80 եւ 4 տարվա չափ որտեղ այդ էր։ Ինչի՞ է Սուրբ Հոգին սա հատուկ շեշտում։ Ինչի՞ է շեշտում։ Տեսեք, այս կնոջ աստվածպաշտությունը, նրա ջանքը, նրա եռանդը, նրա նախանձավորությունը այնքան շատ է, որ ուրիշների պես կրկնակի ամուսնության որևէ շեշտում չի ունեցել։ Այսինքն այդ ունայնությունը շուտ է հասկացել։ Իր կյանքում որոշել է, որ դա հերիք էր իրան որոշված ներկաններ եւ մանավանդ որ մարգարեի էր, հնարավոր է նաև տերից ստացած լիներ որպես մի առիթով ես մի հատ բան եմ ասել եմ նաև ուսումնասիրել դասուր գրքով, հատկապես քույրերին եմ ասել, օրինակ ով են մարգարեության մեջ որ գրված է, որ իմ հոգին պիտի թափեմ իմ ծառաների վրա եւ գրված է իմ աղախինների վրա։ Այս շատ հետաքրքիր համար է, գիտեք։ Արդյոք կա եկեղեցում Տիրոջ աղախնի կարգավիճակ։ Ես գտնում եմ որ կա, եթե գրվածը կա, Մարիամը իրեն Տիրոջ աղախին համար։ Ինչ է նշանակում Տիրոջ աղախին։ Դա նշանակում է անձը հատկացվել է Տիրոջը նրան ծառայելու համար։ Եվ էլի մենք կարդում ենք նոր գտակարանում աղախնի վերաբերյալ որոշ, դա ոչ միայն ասենք սովորական տան մեջ եղած տիկնոջը ձեռքին նայող ինչ որ ասենք կին արմատ է, որը ասենք աղախնի ծառայություն էր անում, այլ բացվում է, որ եկեղեցում են եղել այդպիսիները։ Եվ մենք օրինակներից հասկանում ենք, թե աղախնի կարգավիճակը իսկապես որը կարող է լինել, եւ դրանցից մեկը թերևս Աննա Մարգարեևին է։ Իրանց ինքը հատկացրեց Տիրոջը որպես աղախին կարծես։ Եվ այստեղ մենք կարդում ենք, ընդ որում նաեւ եթե որբևայրին շեշտված է, հենց այնպես չի շեշտված եւ Առաքյալն էլ ասում է, որ որբևայրին թող լինի 60 անց, այսինքն որը այլևս ամուսնության որևէ շարժարիտ ու նպատակ չունի, այդ ցերեկ ու գիշեր մտածում է Տիրոջը պաշտելու մասին։ Հարմար է, որ այդպիսի քույրերը իսկապես եկեղեցում տեսանելի լինեն իրենց ծառայությունով, մանավանդ քույրերի այդ աշխատանքով։ Իսկ դրան հակառակ Առաքյալն ասում է, որ երիտասարդ որբևայրիները որ տնետուն են մտնում, անպատեվ բաներ են խոսում, մեղքով հարաբերված կանանց հետ եւ այլն, որ այդ ցանկությունով վարված են, ավելի լավ է, բայց նաեւ միաժամանակ տարիքն անցնելու այդ պահին Առաքյալը մեկ-մեկ էլ ակնարկներ անում, որ իրենք դժվարություն են կրել։ Հիմա մի կողմից Մարգարեի Աննան կարող է դերից ստացած լինել Տիրոջ համար աղախնի կարգավիճակում հայտնվելու, մյուս դեպքում դա իր անձնական որոշումը կարող է լինել, ամեն դեպքում ինչ էլ որ սա լիներ, մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին գրել է այդ մասին 84 տարվա չափ որբևայրի էր հատուկ շեշտում, որովհետև մենք հասկանանք, որ կան անձիկ եւ դրանք հարգի են Տիրոջը, որոնք ամբողջովին իրենց երկրավոր ընթացքը ավարտած են համարում մարմնավոր կյանքի համար եւ ավելի շատ իրենք Տիրոջն են ծառայում։ Տաճարիցը չէր հեռանում, ծոմերով, աղոթքներով, գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստծուն։ Տեսնում եք, եկեք մի հատ այստեղ էլի կանգ առնենք, էլի։ Այսօր Աստծուն ծառայել բառը այնքան են օգտագործում։ Այսինչ տեղը ծառայություն ունենք, այսինչ տեղը ծառայություն ունենք, այսինչ ժամին եկեք անպայման բան եւ այլն։ Եվ այդ ծառայություն ասված է հավաքեք մի 1000 հոգի, 2000 հոգի, ես էլ ձեզ պիտի քարոզեմ եւ այլն, սա ծառայությունը համար։ Ձեներ, բայց այստեղ տեսնում ենք, որ այս անձը թեպետ Մարգարեի է, մենք իրան չենք տեսնում Աստծուն ծառայելու այդ առումով հրապարակային ինչ-որ հրճակումներ անելիս։ Մի անձ 84 տարվա չափ որբևայրի,
Տաճարից չի հեռանում, ծոմերով, աղոթքներով, գիշեր ցերեկ ծառայում է ասում։ Պատկերացնում եք, ընդամենը ծոմերի մեջ եւ աղոթքների մեջ է եւ սա Սուրբ Հոգին համարում է Աստծուն ծառայել։ Նա չունի աուդիտորիա, նա չունի լսարան։ Լավ ինքը չլինի մի հատ ուրիշ եղբոր ասենք, լավ թեկուզ Սիմոնն է, ասենք ինքն էլ ոչ ոք ասմեկը կարող է։ Ոչ եկեղեցու սպասավորը, ոչ ունի եկեղեցու անդամներ, հազարներ եւ այլն։ Այս Սուրբ Հոգին այսօր նայում է, թե ով է իրան ծառայում, ով Աստծուն ծառայում, եւ Աստծուն ծառայելու հրաշալի օրինակը սա է։ Միշտ ստանդարտները փոխվել են եւ այսօր ծառայություն անելու այդպես մրցավազքի մեջ մտած մարդիկ մտածում են, թե այն ինչ որ հիմա իրենք անում են, դա է որ Աստված ուզում։ Ես ուզեցի հատուկ սա էլ շեշտել, որ դուք ձեր անձնական միայնության մեջ, թեկուզ ձեր Տիրոջը հաճելի ընթացքի մեջ, աղոթքների, ծոմերի եւ այլն մեջ գնացած վիճակը եթե հարատև պահպանեք, վստահ եղեք, որ սա Աստծուն ծառայել է։ Սա էլ նույն ժամումը վեր կացավ, Տերեսը գոհանում էր եւ խոսում էր նրա մասին այն ամենին, որ Երուսաղեմի մեջ փրկության սպասում է։ Ահա եկել էր պահը, եւ Աննա Մարգարեջին նույնպես ստացավ հայտություն, որ ինքը Տեր Հիսուսը արդեն ծնվել աշխարհ է եկել, եւ այս լուրը ամենուր ինքը պահպանում էր այդ մասին։ Եվ երբ որ ամենը Տիրոջ օրենքի պես կատարեցին, ետ դառան Գալիլեա, իրանց Նազարեթ քաղաք։ Երեխան էլ աճում էր եւ զորանում հոգիով, իմաստությունով լցված եւ Աստծո շնորհքը նրա վրա էր։ Ինչպես նկատում եք, Տեր Հիսուսը բիոլոգիապես ինքը աճում էր։ Հիմա մարդիկ կարող են այս աճել բառը հորինել, ես եմ ուրիշ բաների մեջ եւ այլն, ես ուզում եմ բարձ կարդամ հասկանամ ժողովուրդ։ Երեխան աճում էր։ Սա նշանակում է բիոլոգիապես ինքը հասակ էր եւ զորանում հոգիով։ Ուրեմն բացի այն, որ ինքը աճում էր մանրապես, զորանում էր միաժամանակ նաեւ հոգիով, իմաստությունով լցված եւ Աստծո շնորհքը նրա վրա էր։ Հետևաբար մենք այստեղ տեսնում ենք, որ Հայր Աստված հատուկ խնամքով Տեր Հիսուսի մարմնի, այդպես ասած, աճման process-ին զուգահեռ համապատասխան պորցիաներով նրան տալիս է իմաստություն, եւ դա միանգամից լրիվ չի տրվում։ Նույնպես մեր հոգևոր կյանքում, մեր ողջ հոգևոր կյանքի մեջ մենք ինքներս էլ պետք է որ եւ ֆիզիկական մի կողմ դրված կարողանանք իսկապես այս հարցին պատասխանել։ Իսկ որքանով են այս տարիները մեզ զորացրել հոգիով, իմաստությամբ որքանով են լցվել եւ Աստծո շնորհքը որքանով է մեր վրա հանգչած։ Սա յուրաքանչյուրի համար Աստված որոշել է։ Ինչպես Պողոս առաքյալն էլ ասում է այդ մասին, որ աճենք նրանում, աճենք։ Եվ նրա ծնողքը տարուց տարի Երուսաղեմ էին գնում Զատկի տոնի։ Հիմա նայեք, այստեղ շատերը ջրիմացաբար ասում են, տեսեք կոնցեպտներ է ծնող համարվում։ Ծնողքը, եկեք մենք բարի հետևից չընկնենք եւ պարզ Աստծո խոսքը իրան չի հակասում։ Մենք գիտենք, որ Հովսեփը բիոլոգիական հայրը չի Հիսուս Քրիստոսի։ Եվ անգամ Մարիամը շատ հետաքրքիր է, չէ՞, ախր Սուրբ Հոգուց է հղացվել։ Ինչ կապ ունի Մարիամի գենետիկի կապը Հիսուսի հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի։ Ոչ մի կապ չունի։ Եթե պարզ գրված է Սուրբ Հոգուց է ինքը հղացվել։ Նշանակում է Տեր Հիսուսի հոգին է, շունչն է, մարմինն է, ոչ մի ձևով չի կապված Մարիամի անձի հետ, նրա մարմնի հետ, նրա գենետիկական որևէ էլեմենտի հետ չի կապված։ Սա մենք հստակ գիտենք, բայց այնուամենայնիվ Տեր Հիսուսը ծնվել է կնոջից, ինչպես գրված է։ Եվ քանի որ յուրաքանչյուր զավակ, որ ծնվում աշխարհ է գալիս որևէ մեկից, նա հանդիսանում է իր ծնողը, մայրը։ Եվ որովհետև յուրաքանչյուր ծնող հենց այնպես չի, որ ինքը միայնակ է լինում, աշխարհը ճանաչում է նաև ընտանիք հասկացությունը,
Եվ Հովսեփը տվյալ դեպքում ոչ թե բիոլոգիական ծնողն է հանդիսանում, այլ նաև ինչ որ իմաստով Հիսուսի խնամող, կերակրող, դասիրակող։ Ես ասեմ ձեզ, Հովսեփը փոքր մարդ չի։ Աստված Հովսեփին վստահել է իր որդուն, որպեսզի ինքը դաստիարակել, խրատել, սովորեցնել մանուկ հասակից։ Հովսեփի կերպարը շատ աննշան է երևում, բայց այդ մարդը պատահական մեկը չի։ Մենք շատ հաճախ մեր Մարիամին ենք ուշադրություն դարձնում, բայց Հովսեփին անտեսում ենք։ Անգամ այն արհեստը, որ Հիսուսը պիտի սովորեր, որ հետո Հովսեփի բացակայության ժամանակ ընտանիքի խնամք է նաև ինքը գրում իր վրա, Տեր Հիսուսը վիճնություն անելով։ Ուրեմն Աստված իր որդուն վստահել էր Հովսեփին, որը մանուկ հասակից իրեն որոշակիորեն դաստիարակելով եւ այլն, ինչ որ մի ժամանակի հասնելուց հետո մենք արդեն հենց այն դրվագն է եւ իմիջիալոց ասեմ 12-13 տարեկան հասակը, ինչպես որ մենք այստեղ տեսնում ենք Հիսուսը 12 տարեկան էր, Իսրայելի մեջ հիմա էլ ընդունված է, գիտեք, 12-13 տարեկան հասակում երեխային բերում են տաճար, գլխի ինչ որ վերևի հատվածը ինչ որ ուզում են եւ մի հատ ինչ որ մի հատ փոքրիկ այսպես գլխարկի նման մի բան, ափսեատիպի, շրջած ափսեատիպի։ Դնում են գլխին ինչ որ գույներով սպիտակ են, թե ինչ են, սև են եւ այլն։ Դրանք ինչ որ նշանակություններ ունեն Իսրայելի մեջ։ Դնում են այդ ժամանակից սկսած երեխան արդեն ծնողները իրենց տանը ինչքան կրթել են, արդեն տալիս էին տաճարին, որպեսզի այնտեղ սկսել ուսուցումներ, հոգևոր ուսուցումներ ստանալ երեխան։ Եվ այստեղ կարդում ենք, որ նրա ծնողքը տարուց տարի Երուսաղեմ էին գնում Զատկի տոնի։ Եվ երբ որ նա 12 տարեկան եղավ, նրանք տոնի սովորության պես Երուսաղեմ գնացին։ Եվ երբ որ օրերը կատարելուց հետո ետ դառան, իսկ այնտեղ տաղավարը հարազք, տոն կար եւ այլն, մոտ մի շաբաթվա արարողակարգ էր։ Հիսուս տղան Երուսաղեմում մնաց։ Եվ չիմացան Հովսեփը եւ նրա մայրը, եւ կարծելով թե նա ճանապարհակիցների հետ կլինի, մի օրվա ճանապարհ եկան եւ նրան որոնում էին ազգականների եւ ծանոթների մեջ։ Սա շատ մի զարմանալի դրվագ է, որ մեկ օր Հիսուսը բացակայել է ծնողների մոտից, թերևս սա սովորական մի բան լիներ եւ այդ շաբաթվա ընթացքում էլ Հիսուսը իր հարազատների, ազգականների հետ լիներ, դեպ դա պատճառը լիներ, որ այդքան դժվարությամբ սկզբից չէին ընդունել, որ Հիսուսը բացակայ էր ասկողքին, որովհետև ունեին ազգականներ, ծանոթներ, որոնց մեջ կարող էր լինել Հիսուսը որպես ասենք, այդպես պատանի հասակում, եւ դա նորմալ էր համարվում։ Բայց ահա Հիսուսը չկա, նրանց հետ չի։ Մեկ օրվա չափը անցել էր, բայց չկար, եւ երբ որ նրան չգտան, ետ դառան Երուսաղեմ եւ որոնում էին նրան։ Եվ 3 օրից հետո եղավ, որ նրան տաճարի մեջ գտան, վարդապետների մեջ նստած, նրանց ականջ էր դնում եւ նրանցից հարցնում էր։ Ահա սա թերևս այն հատվածն է, որի մասին ես ասեցի, ըստ էության պետք է որ Հիսուսը ինքը տաճարում արդեն քահանաների կողմից ընդունվեց որպես մեկը, որը պետք է ուսուցման նոր այդպես դաս անցներ, բայց ծնողները դա չէին արել։ Համարձակվում եմ ասել, որ դա պետք էր արվել։ Հիշում եք, Հիսուսի համար ինչ էին ասում։ Սա որտեղից գիտի, որ չի սովորել, որտեղից գիտի այդքան բաները, որ չի սովորել։ Այսինքն բոլորը շատ լավ գիտեին, որ որևէ մեկը եթե վարդապետ պիտի լինի կամ պետք է ուսուցանի, որոշակիորեն կրթության պետք է ինքը անցած լինի։ Եվ սկսած այս տարիքից պետք է աճեր անձը, որպեսզի հասներ ինչ-որ դպրի կամ ինչ-որ վարդապետի աստիճանի։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսին համարում էին, որ ինքը կրթություն չի ստացել, եւ բոլորը միանշանակ ընդունում էին, որ Հիսուսը մեկն էր, որը չի անցել հրեական ռաբիների, այսպես ասած, թրիտակով։ Եվ սա է շատ հրաշալի է։ Բանն այն է, որ սա ունի երկու բացատրություն։ Յուրաքանչյուր իսրայելացի հրեա պարտավոր էր երեխային ներկայացնել քահանաներին եւ չասենք թե վարձավճար։ Բավականին միջոցներ էր պահանջվում, նաեւ ինքը պետք է պարտավորվեր տաճարին որոշակի ընծաներ տալու եւ այլն,
Եվ Հովսեփն ու Մարիամը ոչինչ չունեին իրենց զավակի կրթության համար անելու, եւ սա էր պատճառը, որ իրենք ետ դարձան եւ որոնում են իրենց երեխային 3 օրվա չափ։ Այսինքն իրենք այդ հնարավորությունը չեն ունեցել, որպեսզի Հիսուսին տային կրթության։ Միաժամանակ երկրորդ մասով էլ սա Աստծո նախասահմանությունն էր, որ Տեր Հիսուսը միայն հոր հետ ունեցած կապի մեջ նրանից լսելով, նրանով առաջնորդելով պետք է սովորեր։ Եվ նա նստած էր եւ ականջ էր դնում վարդապետներին եւ նրանցից հարցնում էր։ Շատ հետաքրքիր է, որ ինքը չի վարդապետում, ինքն իրան մեջ չի գցում, ականջ էր դնում։ Նա լսում էր եւ ինչ որ մի բան հանկարծ սպասում է, որ Հիսուսի լսածները իրան չի բավարարում եւ նա չի հակաճառում։ Դա մի հատ ուսուցման արդեն այդ տարիքից շատ խորագետ եւ իմաստուն մոտեցում է։ Այնց էստեղ է, որ ինքը իմաստությամբ հոգով զորացած աճում է։ Նրանցից հարցնում էր։ Սա մեթոդ է։ Եթե դուք ուզում եք որևէ ճշմարտություն հաղորդել մեկին, որը տվյալ ճշմարտությունը չունի, ավելի ինքը մի քիչ շեղում ունի ինչ որ այդ ճշմարտության շուրջ որ դուք զրուցում եք, ճիշտ կլինի ոչ թե պատրաստի ճշմարտություններ մատուցել իրենց, այլ հարցնել իրենց, հարցումներով բերել հասցնել մի կետի, որ մարդը համոզվի, որ իրան կալած է այդքան էլ ճիշտ չէր, որովհետև կան արգումենտներ, որոնց մասին չի մտածել։ Եվ ահա, բանից պարզվեց, որ իր հարցերը այնպիսի հարցեր էին, որոնք հակուղի էին իսկապես մտցնում վարդապետներին, քահանաներին, եւ ամենքը, որ նրանից լսում էին, զարմանում էին նրա իմաստության եւ պատասխանների վրա։ Եվ երբ որ նրան տեսան, շատ սքանչացան եւ նրա մայրն ասեց նրան. «Որդյա, ինչու համար մեզ այսպես արիր։ Ահա հայրդ եւ ես ցավելով որոնում էինք քեզ»։ Եվ նա նրանց ասեց. «Ինչու համար եք ինձ որոնում։ Դուք չգիտեիք, թե պետք է որ ես իմ հոր տանը լինեմ»։ Սա առաջին հռչակումն է, որ 12 տարեկան հասակում արդեն իսկ այն ինչ որ Տեր Հիսուս Քրիստոսը մոտավորապես 21 տարի հետո թերևս քահանայապետական աղոթքում կասի. «Աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի»։ 12 տարեկան հասակից արդեն Հիսուսը որ հետ այնպիսի հաղորդակցություն ունի, որ գիտի որտեղ է գտնվում, որ դա հորդուն է կոչվում, մարգարեական գրքերից եւ Աստծո Սուրբ Հոգին իսկապես նրա վրա լինելով, ինչպես կարծում են նրա վրա շնորհք կար, շնորհքով էլ էր աճում, եւ ինքը բացահայտեց մի ճշմարտություն, որ եւ նրանք չհասկացան այս խոսքը, որ նրանց հետ խոսեց, եւ նա նրանց հետ իջավ եւ գնաց Նազարեթ, որը խոսում է իր խոնարհության, էժության մասին, թեպետ ինքն արդեն որոշակիորեն տարբերվում է, կապ ունի երկնքի հետ, բայց շատ հավասարակշռված պատանեկան կյանք ապրել եւ իմացել է որտեղ ինչ խոսի, ինչպես խոսի եւ հիմա ծնողներին հնազանդ ետադարձել։ Եվ նրանց հնազանդ էր եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը եւ Հիսուսը զարգանում էր իմաստությունով եւ հասակով եւ շնորհքով Աստծո եւ մարդկանց մոտ։ Ուրեմն զարգանում էր իմաստությունով, հասակով եւ շնորհքով Աստծո եւ մարդկանց մոտ։ Եվ այսօր այսքանը մենք շարունակություն ունենք, հաջորդիվ մենք արդեն պիտի Հովանու ավետարան գնանք եւ սկսենք 9-ից 14 համարները ստեղծել, բայց 7-ից 20, որտեղ պիտի խոսենք լույսի մասին։ Աստված օրհնի ձեզ, եթե ունեք հարցեր, խնդրեմ լսում եմ ձեզ։ Կամայով պայր, այսինքն Հովհաննեսի առաջի գլխի մեջ ենք, բայց եթե գնում ծնունդը մանրամասնորեն քննելով գալիս ենք դեպի հենց այս դեր ասած խոսքերը, հա։ Այո, մենք Հովանու ավետարանն ենք սերտում, բայց քանի որ Հովանու ավետարանի այդքան մանրամասնորեն կենսագրականի դրվագներ չենք տեսնում, դրա համար մենք գալիս ենք, որպեսզի կոմպակտ մենք կարողանանք թե 4 ավետարանների հետ միասին, ես իմ ձեռքի տակ պատրաստի ոչինչ չունեմ, բայց այն ինչ որ ունենք եւ հիմա գնում ենք այդպես, ուղղակիորեն սա վստահելի է, որ հենց այս ճանապարհով էլ շարժվենք առաջ ամբողջապես ընկալելու համար
Ընդհանրապես ավետարանը։ Ես ցանկացած ավետարան, մենք ավետարաններով ենք սերվում։ Ես միշտ եմ ասել, եւ մենք այս վերջերս մեր վիդեոները որտեղ հատրում ենք, այդպես էլ ասում ենք, մենք ավետարանը մեկնում ենք ինքներեն։ Ասել կուզեմ, որ այս դժվարներով անցնելը մեկ անգամ եւս պիտի թարմացնի մեր մեջ եղած բոլոր ծուրգրային պատմությունների նկատմամբ մեր գիտելիքները եւ ավելի զորացնի, ավելի ամրապնդի իհարկե Աստծո փոխներգործությունն էլ բարելենք, որպեսզի մեր հոգեվոր կյանքի մեջ մենք միշտ թարմացնենք այն ամենը, ինչպես գրված է, որ հին ու նոր բաները հանում ինքը երկնքի արքայությանը աշակերտած է, ինչպես մեկը որ ունի հարստություն հին ու նոր բաներ է իրականացնում։